Լավ, ստիպված ես պիտի վերարտադրեմ ձեր հարցերը։ Հարցը եթե կարճ ասեմ, վերաբերվում էր նրան, թե արդյոք մենք պատրաստ ենք գնալ դաշինքների եւ ինչ ուժերի հետ ենք քննարկում նման հնարավորությունը։ Ճիշտ է, կարծես բան բաց չթողեցի։ Իհարկե մենք դիտարկում ենք քաղաքական համախմբումը որպես ամենակարևոր գործիքը, որ երկրում տեղի ունենան արմատական փոփոխություններ։ Այո, դա շատ կարևոր է եւ հենց այդ է նպատակը, որ մենք արդեն 2 տարուց ավելի բանակցում ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, որոնց համարում ենք լուրջ, որոնց համարում ենք իրատեսական, որոնց համարում ենք ռացիոնալ։ Ցավոք սրտի այդ բանակցությունները դեռևս վերջնական եւ վճռական արդյունք չեն տվել։ Մենք անգամ առաջարկում ենք այդ լիդերության ամբիցիաները հաղթահարելու մեխանիզմ, համազգային մի շարժման կոմիտե ստեղծելու առումով, որտեղ այդ ուժերը ներկայացված կլինեին, առայժմ առանց լուծելու առաջատարի հարցը, իսկ հետագայում արդեն որ կյանքը ապացուցեր, թե այդ կոմիտեի անդամներից որ մեկը հենց կոմիտեի քվեարկությամբ կարժանանար այդ լիդերի անվանը։ Այս մոդելը առայժմ չի ընդունվել, բայց ես չեմ բացառում, որ դա կարող է ընդունվել։ Միևնույն ժամանակ ես ուզում եմ ասել, որ մենք չենք կարող, ոնց որ մեր ժողովուրդը կասեր, նստել թախտին, սպասել բախտին։ Մենք կարծում ենք, որ ամեն դեպքում կլինի այդ համախմբումը, թե չի լինի, մենք պարտավոր ենք մեր հայտը ներկայացնել մեր ժողովրդին, որովհետև մենք ունենք շատ կարևոր առավելություններ, որոնք շատ ուժեր, ընդհանրապես որևէ ուժ չունի, որոշ հարցերում մենք կարող ենք թույլ լինել, բայց մենք ունենք այնպիսի առավելություններ, որոնցում մենք ենք ուժեղ։ Այդ առավելությունները արդեն ձեզ իմ ելույթում ես ներկայացրեցի, եւ մենք իրավունք չունենք զրկելու մեր ընտրազանգվածին կամ ընդհանրապես մեր ժողովրդին այդ մոտեցումները ընդունելու հնարավորությունից։ Իրավունք չունենք, մենք պետք է ներկայանանք մեր ծրագրով։ Միևնույն ժամանակ, ինչպես ասացի, մենք պահպանում ենք քաղաքական ճկունությունը, մենք պատրաստ ենք գնալ համախմբման գործընթացով, մշակել ինչպես փոխզիջումային ծրագիր, այնպես էլ ընդունել փոխզիջումային վարչապետի, թեկնածուի, որևէ թեկնածուի։ Մենք պատրաստ ենք դրան։ Թե ինչ կլինի, մենք ամեն ինչ կանենք, որ դա լինի, որտեղ դա բխում է մեր ժողովրդի շահերից։ Բայց մենք պատրաստ ենք նաև գնալ բացարձակապես ինքնուրույն այս ընտրապայքարում։ Պարոն Զուրաբյան, ես ճիշտ հասկացա վարչապետի թեկնածության հետ կապված, դուք նկատի ունեք այս պահին ձեր ուժի թեկնածուներ, բայց հնարավոր միավորումների դեպքում իրավիճակը հնարավոր է փոխվի եւ օրինակ դուք համաձայնեք այլ թեկնածու։ Բայց իհարկե, եթե մենք գալիս ենք համաձայնության, ասենք ինչ որ մի փոխզիջումային թեկնածուի շուրջ, դա ավտոմատ նշանակում է, որ լինում է փոխզիջումային թեկնածու, որին մենք աջակցում ենք։ Բայց առայժմ նման բան չկա, մենք բանակցությունները էլի կշարունակենք, բայց մենք չենք սպասելու այդ բանակցությունների հաջող ավարտին։ Մենք գործելու ենք ինքնուրույն, ամբողջ թափով, ամբողջ եռանդով, որովհետև նորից եմ ասում, մենք մեր ժողովրդին պետք է տանք իրենց ուզած այլընտրանքի հնարավորությունը։ Մենք շատ վճռական ենք տրամադրված, շատ եռանդուն։ Մենք գնալու ենք առաջ, անկախ նրանից մեզ օգնելու են կամ մեր հետ միավորվելու են, թե ոչ։
Եվ տեսեք նոր ձևավորվող ուժերը այս բանին հայտարարում են, որ նախկին նախագահների, նրանց թիմակիցների հետ կապված երարխիա ձևաչափ են ընտրել, նախ ասում են նախկին նախագահների առաջնորդություն չպետք է լինի եւ նաեւ կարծես թե դիստանսավորվում են նախկին նախագահների թիմակիցների հետ կապված։ Այս խոսույթը եւ ցանցությունները հիմնական իրավունք է նրան։ Ձեր կարծիքով ինչի համար է եւ այս նախկին ներկա երկրորդ արդեն ընդդիմադիր դաշտում է դա իրականացում ձեր գնահատականը։ Բայց շատ հետաքրքիր է, գիտեք, դուք ինձ խնդրեցիք կոնկրետ անուններ տալ, բայց ձեր հարցում, երբ որ դուք ասում եք, թե ով ինչ որ բաներ են ասվել, դուք կոնկրետ անուններ չտվեցիք։ Խնդրեմ։ Հաթոյանը եւ մեր ձերով շարժման նամակապում Ինչ են ասել։ Կարծեմ իրենք տարբեր բաներ են ասել։ Կարապետյան ասեց, որ առաջնորդություն չպետք է լինի նախագահների կողմից։ Իսկ Հաթոյանը ընդհանրապես ասում է, չպետք է մասնակցեն ընտրություններին։ Դե ինչ վերաբերվում է Նարեկ Կարապետյանի ասածին, դե մենք չենք էլ ներկայացրել տենց հայտ։ Այսինքն առաջին նախագահի վարչապետության հայտ մենք չենք էլ ներկայացրել ինչպես տեսակ։ Այսինքն դա այլևս մեզ չի վերաբերվում, եթե կարող էր վերաբերվել։ Ինչ վերաբերվում է Թաթյանին, ինքը պետք է ավելի պարզ ասի, թե ինքը ինչ նկատի ունի, որովհետև առայժմ իր ասածները ինձ համար լավ ընկալելի չեն։ Իսկ բանակցությունները ընդհանրապես որքան կանուժերի հետ դժվար։ Մենք վարում ենք, հիմա այդտեղ ես անուններ չեմ տա, որովհետև դուք գիտեք ինչ ասացիք, դուք ասեք նա տվեք են ուժերի անունները, որոնց հետ արդեն ոնց որ արդյունքի չեք եկել։ Չէ, ես ասացի առայժմ արդյունքի չենք եկել, այս բավականին տարբեր բաներ են։ Ու քանի որ մենք շարունակում ենք բանակցությունները եւ դեռ դիտարկում ենք այդ հնարավորությունները, ես համարում եմ քաղաքական լուրջ սխալ կլիներ, եթե մենք արդեն մտնենք ինչ որ անուններ տալու գործընթացի մեջ, ինչ որ մեկին մեղադրենք, թե իրենց քայլերի պատճառով մենք չենք կարողանում միավորվել, դա միայն վնասակար կլիներ, երբ որ արդեն մեր որոշումը ձևաչափի վերաբերյալ լինի վերջնական, այդ ժամանակ ամեն ինչ կասենք։ Դե գիտեք ինչ, սկզբունքորեն ինչ որ ռացիոնալ ժամկետներ կան։ Այսինքն դա պիտի գոնե գիտեք չէ, հիմա անգամ եթե դաշինք ես կազմում, այդ դաշինքի առաջին 30 համարները ընտրական ցուցակում պետք է հաստատվեն դաշինքի մեջ մտած բոլոր կուսակցությունների համագումարներով։ Այսինքն դա բավականին բարդ process է, որի համար ժամանակ է պետք, հետեւաբար այդ որոշումը մի կողմից չի կարող շատ ուշ լինել, որովհետև կբացառի համագումարներով այդ թեկնածուների հաստատելու գործընթացը։ Մյուս կողմից շատ շուտն էլ ինչ որ եթե շատ շուտ պահանջ դրվի, շատ շուտ է տանելու, դա կարող է բացառի ինչ որ հնարավորություններ, որոնք կապված կլինեն որոշակի զարգացումների